Քանի որ մարտի 1-ի այդ ամբողջ իրադարձություններին մենք հերվից Վրաստանում ես հետևել ենք, իմ հարազատները մասնակցություն են ունեցել այդ օրերի միտինգներին եւ հարազատներս տուժածներ են այդ մարտի 1-ի դեպքերի եւ դրանից հետո երբ Գերագույն հոգեվոր խորհրդի նիստ էր ես անդամ եմ դրա ես այնտեղ այդ հարցը բարձրացրել եմ եւ դրա համար այսօր իրավունք ունեմ խոսելու, որ ես այդ մեծ ողբերգության հետ կապված հարց բարձրացրեցի։ Թե ինչու Մայրաթորը այդքան մեղմ հայտարարություն տարածեց, արդեն դա պիտի մտածի Մայրաթորը, որովհետև հավանաբար երևի կապվածություն կար այդ օրվա իշխանության հետ եւ երևի դժվարություն ունեին հակառակվելու այդ օրվա իշխանության եւ սրանով կարող ենք բացատրել, որովհետեւ ինչպես որ մեր վերջին տասնամյակների պատմությունն է ցույց տալիս, Հայաստանի ժողովրդի նկատմամբ ընդհանրապես Մայրաթորը մեր եկեղեցին շատ սովորական եւ պարզ մոտեցում է ունեցել։ Ժողովուրդը մեր Հայաստանի այդքան կարևորություն չի ունեցել Մայրաթորի համար։ Եթե ունեցած լիներ, գոնե վերջին 8 տարիների ընթացքում, 7-8 տարիների ընթացքում մենք կտեսնեինք ամենայն հայոց կաթողիկոսին թեմական այցելություններին։